Արաքյալների դիքո և նշմարությունքո, ժիարաշնորհ և Առհասարակ խորհուրդ ունի գահակալության արժեքը, երբ որ մենք հասկանում ենք, որ դա նշանակում է, որ հայոց պատմության մեջ կա դարերով գահակալության երևույթ եւ դա իր մեջ կրել, իր հետ բերել է դարերի խորքից մեր եկեղեցին։ Ցավոք սրտի մեր պետականության ընդհատման ժամանակահատվածներում, երբ որ չենք ունեցել պետականություն, եկեղեցին հենց այն դարերից եկող ապացույցն է, որ հայ ժողովուրդը ունեցել է թագավորություններ, պետություն եւ կարող է տիրություն անել ինքն իրեն եւ լինել իր բարձունքի վրա։ Եվ հենց այդ արժեքն է, որ եկեղեցին իր մեջ կրում է։ Ես երբեք չեմ անդրադառնում եւ անդրադարձել առանձին վերցրած հոգեվորականների անձանց ընդհանրապես։ Մենք պիտի խոսենք եկեղեցու մասին որպես արժեք հենց ինքն իրենով։ Եվ այդ արժեքը պարտավոր ենք յուրաքանչյուր հայ քրիստոնյա պարտավոր է իր մեջ կրի եւ պաշտպանի որպես սրբություն, որովհետեւ եկեղեցին կրկնում եմ դարերի խորքից մեզ հայ է պահել եւ այն ինչ կատարվում է այսօր եկեղեցու շուրջ ուղղակի պղծություն է հայկականության եւ այստեղ ամենևին կապ չունի ում հավատքը ինչքան է ով քանի անգամ է եկեղեցի գնում կամ չի գնում ամենևին այդ մասին չէ խոսքը խոսքը այն մասին է որ եկեղեցին հայկականության ակունքներում է ընդ որում ընդգծված հայ առաքելական եկեղեցին մենք դրանով առանձնացել տարբերվել ենք հարգվել ենք աշխարհում եւ դուք գիտեք նաեւ Երուսաղեմում ինչ տեղ ունեն հայերը հայկական քրիստոնեությունը հայոց հավատքը եւ փորձ անել այսօր պղծել ապականել նսեմացնել այն ինչ հայ ժողովրդի համար այսքան կարևոր նշանակություն ունի գիտակցելով թե տգիտաբար ինչը հեռու չէ այս իշխանություններից ամենևին չի արդարացնում եւ չի մեղմացնում այն մեղքը եւ այն սրբապղծությունը որ այսօր նրանք գործում են հայոց եկեղեցու հանդեպ կրկնում եմ խոսքը եկեղեցու մասին է առանձին վերցրած պաշտոնյաների համար եկեք քննարկենք կամ առանձին վերցրած նույն աշխարհիկ այսինքն եթե դու չես արել մի բան այնպես ինչպես պիտի անել ուրեմն ինչ քեզ պիտի խաչեն սա ինչ է վկայում որ դարում ենք ապրում եւ հետեւաբար եկեղեցու դեմ արված յուրաքանչյուր քայլ դա քայլ է հայկականության դեմ պատարակ են իրականացնում առանձին եկեղեցի են ստեղծում առանձին հավատ են ստեղծում ինչ են անում սա դավադրություն է հայկականության դեմ դավադրություն մարդիկ ես հասկանում եմ որ փորձում են զուգահեռ եկեղեցական ինչ որ արար անել եւ պարակտել եկեղեցին ներսից սա այն է ինչ Նիկոլ Փաշինյանը ունակ է Նիկոլ Փաշինյանը փառահեղ պարակտող է կազմականդող է եւ սա այն է ինչ նա փորձում է անել ես հարգարժան հոգեվորականներին ուղղակի ուզում եմ ճանաչեն ում հետ գործ ունեն ինչով է զբաղված այդ մարդը եւ կապ չունի անգամ ներքին տարաձայնություններ կունենան չեն ունենա պիտի միախմբվեն ուղղակի պիտի թույլ չտա դրանք կարող են իրենց հարցերը բարձել հետագայում այլ ժամանակներում եւ բարձել միգուցե չգիտեմ ինչ որ բարեփոխումների միջոցով շատ հարցեր կա որ ես էլ կուզեմ խոսել հոգեվորականների հետ օրինակ կան բաներ որ կուզեմ եկեղեցին ավելի մոտ լինի ժողովրդին նույն լեզվական հարցերի շուրջ որ կարողանան մարդիկ հասկանալ հաճախ պատարակները լինում են կարելի է քննարկել բազմաթիվ բաներ բազմաթիվ բայց եկեղեցին այսօր եւ հոգեվորականները պիտի բացարձակ միահամոռ լինեն եւ թույլ չտան պղծություն կատարողներին իսկ ես խոսում եմ պղծություն հայկականության հանդեպ մոտենալ եկեղեցու սա մի բան է որ ամուր կանգնած է եւ նա վախ է այս իշխանության համար որովհետեւ միակուռ է եւ ամուր կանգնած է ոտքի վրա Տիկին Հանիլյան, տեսեք դուք ասում եք պետք է եկեղեցականները միախմբվեն, բայց մենք ականատես եղանք, որ 3 սրբազան հոր տարան անազատության մեկը արդեն դատավճիռը կա 2 տարի ազատազրկում, 2-ը կալանքի տակ են եւ դատական գործընթացը դեռ շարունակվում է։ Այս ձևով նաեւ վախեցնում են հոգեվորականներին եւ շատերը իրենց սուրբ գործը թողած արդեն մտածում են այն մասին, որ հաջորդը իրենք չլինեն։ Դեք երևի իրական հոգեվորականի նաև նշանակությունն է տառապել սեփական ազգի համար։ Եվ ես անկեղծ ասած գիտեմ, որ այն հոգեվորականներ եւ սրբազաններ ում հետ ես ինքս առիթ եմ ունեցել շփվելու, նրանք այնքան ուժեղ մարդիկ են,
եւ այնքան պատրաստ ամեն ինչի։ Նրանց չես վախեցնի ոչ բանտով, ոչ ճաղով, ոչ հալածանքով, ոչ մի բանով։ Ես այնքան համոզված եմ, որ նրանք հիմա այսօր հոգեպես ամրանում են բոլոր այդ եկեղեցականները եւ թող մտքներով անգամ չանցնի, որ կարող են սրբազաններին հատկապես կոտրել իրենց ճղճիմ փոքր չնչին քայլերով եւ ես ի պատիվ իրենց եմ ասում, որ իրենք դրանով շատ ավելի ամրանում են, այնպես որ բարին ընդիրենց, թող անեն ինչ ուզում են, իսկ հոգևորականները ես համոզված եմ, որ դրանով չեն վախենալու, իրենց անելիքն անելու են, իրենց պարտքը եւ նվիրումը իրենց ժողովրդին ապացուցելու են նաեւ ճաղերի ետևից։ Տիկին Թանգելյան Փաշինյանը բարբերաբար ժողովրդի անունից է խոսում, ասում է ժողովուրդը վաղուց կարգալույծ է հռչակել կաթողիկոսին։ Ինչ տրամադրություններ են հանրության մեջ, ինչ է կարծում ժողովուրդը ընդհանրապես տեղի ունեցողի մասին ձեր կարծիքով։ Այդ հանրաքվե արել իմացել է, որ կարգալույծ են, այդ հայկական արժեքները դրել է հանրաքվի ու տեսել է ոնց է ժողովուրդը, նույնիսկ նրանք, ովքեր մի օր ինչ-որ Նիկոլ են ընտրել, այլևս իր հետ չեն այս հարցում եւ դա ապացուցված է տարբեր տեսակի ներմեր հանդիպումներում ժողովրդի հետ, տարբեր հարցումներում։ Գիտեք, նա ինչի է եկեղեցու դեմ պայքարում, որովհետեւ սա այն միակ եզակի կառույցներից է, որը հեղինակություն ունի ժողովրդի մոտ։ Ահա ինչն է դրան վախեցնում։ Հեղինակություն ունեցող ամուր կառույց։ Եվ նա պատրաստ է ապականել դա, հետեւաբար ժողովուրդը ոչ միայն որևէ մեկին կարգալույց չի արել, այլ ժողովուրդը վաղուց արդեն հայտնել է Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ ձևաչափերով անվստահություն։ Այսօր ճանապարհները բացում են մի կերպ, որ Նիկոլ Փաշինյանը անցնի։ Այդ Նիկոլ Փաշինյանը, ով ասում էր, որ այդ ինչ եք ճանապարհները փակում, որ դուք անցնեք, բոլոր ճանապարհները տեղյակ չէր մարդը, որ Երևանում օրինակ խցանումներ են։ Գիտեք ինչի, որտեւ իհարկե միշտ բացել են ճանապարհները ոստիկանները։ Սա ոստիկանապետություն է, եւ եթե 3 ոստիկանապետ իր հետ համաձայնեն եւ բոլոր ծախված հոգեվորականները իրեն փորձում են ինչ որ ձևի աջակցություն ցույց տալ, դա ամենևին չի խոսում հայ ժողովրդի մասին։ Ուրեմն երբեք հայ ժողովուրդը դուրս չի գալու հայ եկեղեցու դեմ։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս անգամ իր հաշվարկներում խորը սխալվել է։ Շնորհակալություն։